Քասախցիների խաղաղցույցը վերածվեց քաշքշուկի։ Կարմիր բերետավորները բերման ենթարկեցին 11 ցուցարարի, այդ թվում 1 անչափահասի։ Մի օրենքի կետ ցույց տամ, որ սա անօրինական է, անօրինականը նա է, որ իմ որդուն, անչափահաս որդուն հավաքեցին տարան։ Կարմիր բերետավորների մասնակցությամբ լրագրողի բռնության ենթարկելու հերթական դեպքն է գրանցվել այսօր 24 News-ի ուղիղ եթերում։ Կարմիր բերետավորը գորգորացել ապաուսով հարվածել է լրագրող Մերի Մանուկյանին։ Այս ամենը փոխոստիկանապետ Կարեն Հակոբյանի աչքի առաջ։ Բարձ ենք ասում եմ, բոլոր նյութերը տնայինք բարձ ենք։ Կարմիր բերետավորին տարածքից շտապ հեռացրել են գործընկերները։ Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ միջադեպի մասնակից ոստիկանն ազատվել է ծառայությունից։ Լրագրողին բռնության ենթարկած կարմիր բերետավորը Ալեքսանդր Ազարյանն է, Սաշ մականունով։ Նրա անունը լրագրողներին հայտնի է մի քանի դատական գործերից։ Դիմադրության շարժման անհնազանդության բողոքի ակցիաների ժամանակ քաղաքացիների նկատմամբ ակնհայտ անհամաչափ ուժ է գործադրել եւ ընկած քաղաքացուն ոտքով հարվածել։ Քասախցիները Երևան հասնելու համար մինչև այս տարվա ապրիլ օգտվում էին 2 ավտոբուսներից եւ Երևան հասնում 150 դրամով։ Հիմա նոր ավտոբուսները քասախցիներին 250 դրամով հասցնում են մինչև Աչափնյակ վարչական շրջան։ Քասախցիներն իրենց հանդեպ ուժի կիրառումը համարում են ապօրինի։ Կանանց, լրագրողների, տղամարդկանց ծեծելով, չգիտեմ, բրդելով, ոչ մի բան չենք անում, դուք հո տեսել եք ամեն ինչը խաղաղ ակցիա է եղել, այսքան ժամանակ երբեք սես չի եղել, այսօր ոստիկանները տրամադրված են շատ կոպիտ ու իրանք Հացախի ժողովուրդ, հենց հիմա եթե լսում եք, մեր ու մանուկ ձեր երեխեքով իջեք շուտ։ Տարի չեն նայում, ասֆալտին քարշ տալով, խփելով հանում են։ Իմ աշկի դեմ են երեխեն ինչ էր արեցես, շորերը վրից հանեցին։ Ոստիկանության անմարդկային վերաբերմունքից եւ իշխանության անտարբերությունից հոգնած քասախցիները զգուշացնում են, հաջորդ ընտրություններին այս կառավարությանը ձայն չեն տա։ Նա ինչ են անում։ Հեսա մյուս տարի ընտրությունները, կանիստը գալուստը խնդրեք, ախպեր, արեք մեզ ձայն տվեք։ Մենք ենք ուզում տանալ կառավարություն։ Ում համար այդ կառավարությունը։ Իմ համար այդ կառավարությունը։ Ձեր համար ոնց որ տենում է։ 11 բերման ենթարկվածներին բաց են թողել, ցուցարարները շարունակում են իրենց ակցիան։ Զարու Իսահակյան, Նորայր Հակոբյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։